Դու ինքդ պետք է քաջալերես քեզ։ Հիսուսը ինչ ասում, ասում է նեղություններ պիտի լինեն։ Ու հետո ասում է, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Ինքը պահանջում է, ասում է քաջալերվեք։ Հիսուս ո՞նց քաջալերվեմ ես հիմա։ Դու կարաս ինձ բացատրես, ես հիմա ոնց այս իրավիճակի մեջ քաջալերվեմ, ոչ արև եմ տեսնում, ոչ լուսին եմ տեսնում, ոչ աստղեր եմ տեսնում, եղանակը շարունակական դժվար է, վատ է իմ կյանքում, ոնց քաջալերվեմ եմ Հիսուս, բայց երկրորդ կետը սա է սիրելիս, դու պետք է բոլոր այդ փոթորիկների ու այդ ալիքոծությունների ժամանակ քաջալերվես։ Պողոս այդ բոլոր այդ խառնված այդ նավի մեջի մարդկանց հետ է խոսում 273 հոգի են ասում է խրատում եմ բոլորիդ ասում է որ ինչ անեք որ քաջալերվեք կարող է այս Պողոսը Հիսուսին լավ հասկացել էր որ հենց տոշնի նույն բառով էլ ասում է ինչ պիտի արվենք այս իրավիճակի մեջին կարող է ինչ որ մի հատ գաղտնիք կա սրա մեջին սիրելիներս որ եթե դու Հիսուսին քո կյանքում ընդունել ես հանդիպում ես ունեցել քո կյանքում Հիսուսի հետ որ այս բոլոր այս իրավիճակների ժամանակ կապ չունի ինչ էլ կատարվում է հասկացել ես որ պիտի քաջալերվես նույն իսկ խորհուրդը այս պահին Պողոսն ասում է խրատում եմ որ քաջալերվեք